պետք չի գնալ սովորել 20 տարի համալսարանում, ընդամենը կես տարում մենք ձեզ կսարքենք մասնագետ։ Բժշկական գիտելիքների ծավալը կրկնապատկելու համար պետք էր 50 տարի։ Այ որ ես Իսպանիայում սովորեի, չգիտեմ, Սանտա Մարիա դե լա Լուչիա համալսարանում, խնդիրը բուհի կոնցեպտի ընկալման մեջ է։ Իմ խորին համոզմամբ։ Բժշկի այդ հանրային կերպարը, որի մասին ես եմ խոսում, չի համապատասխանում դրան։ Դու ուզես չուզես այդ կրթության մի մասը քո հետ միշտ գնում է։ Բժիշկը նստել տնանք աղբորս մոտ ինչ ա եղել։ Դու ինքդ քո կարիերայի զարգացման, քո կերտման քանդակա գործն ես։ Կյանքը կառուցվում է քո մասնագիտության շուրջ։ Բժշկությունը իմ օրինական կինն է, իսկ գրականությունը իմ սիրուհին։ Ողջույն սիրելի ընկերներ, ողջույն սիրելի բարեկամներ, ձեր հետ նորից Medcast-ը Doctors Room YouTube-յան ալիքում։ Իդեպ, եթե դուք բաժանորդագրված չեք իմ Instagram էջին, գուցե կյանքի ամենամեծ սխալն է, որ դուք գործում եք։ Իդեպ մեր հաղորդումները նկարվում են Spin IDS Agency-ում, որտեղ դու եւս կարող ես ունենալ քո հաղորդումը փողին մնաց, պրիտոմ շատ փողին չէ, դες քիչ փողին։ Իսկ այսօրվա մեր հյուրը իմ շատ լավ մտերիմ ընկերն է, Մարտո, որ առաջին ինձ դիմավորեց բժշկականում, ով ցույց տվեց, որ այդքան էլ վարդագույն ակնոստերով պետք չի նայել այս մասնագիտությունը, ինքը դժվար ճանապարհ է, որ պետք է անցնել։ Այժմ բժշկականի Երևանի պետական բժշկական համալսարանի զարգացման եւ մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը։ Խաչատուր ջան, Խաչատուր Սահակովիչ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասովր եք ես անուն հայրենով դիմել։ Գիտես հեռախոսից մեջ ինչեւ մա քո անունը ոնց է գրած։ Խչոուս խորհուրդ։ Ալեքսինն էլ գրած Ալեքսուս խորհուրդ։ Հա, այնվաղ ես առաջի կուրս էի, դու 3-րդ կամ 4-րդ էիր։ Երբ որ ես ընդունվեցի, այն ժամանակ բուժֆակի բանն էի, ուս խորհրդի նախագահն։ Ֆակուլտետային խորհրդի նախագահն։ Օֆիցիալ ենք բանա պահում, հա։ Ֆակուլտետային խորհրդի նախագահ, բայց այն ժամանակ շատ լավ ժամանակներ էր, որ մենք ընդունվեցինք բժշկական, որտեղ այդ ժամանակ ուս խորհուրդը տես մի հատ գունավոր լավ պայծառ տեղ էր, որ դե դասերից հետո կարողանում էր քո մեջ այդ էներգիան կուտակված բժիշկները ոնց են, իրանք տենց ալտերնատիվ մտածողություն ունեցող անձնավորություններ են, ու քչանում են դες մարդիկ, բայց կան, ու ովքեր կարող են ռեալիզացնել իրենց ուսխորհրդի շրջանակներում։ Հիմա ուսխորհրդից խաբար չեմ, ոնց է, էլի նույն կարգավիճակն է։ Լավ է, իրականում դա քեզ մի բան ասեմ, որ ցանկացած տարիքում, երբ որ այդ երիտասարդական, ուսանողական տարիները մարդիկ իրար վրա են հավաքվում, միշտ ինչ որ տես մի լավ բան դուս է գալի դրանից։ Հիմա դրա անունը կարաս ինչ ուզում ես կարաս դնես, հա, դրես ուսխորհուրդ կարաս պրոստը ինչ որ համայնք, հետաքրքրությունների շրջանակ, ինչ ուզում ես դիր անունը, մեկը միշտ լավ է անցնելու, ունես որ։ Մեր շատ լավ էր ասնում, մանավանդ ծաղկաձորեր։ Դե հա, լավ էր ասնում։ Պատմեմ։ Չէ, պետք չի։ Պետք չի առոդիմում ես գրել, որ սեմ պատմել։ Չէ, լուրջ հարցեր քննարկենք։ Մեր ավանդական հարցն եմ ուզում տամ։ Մենք քանի որ մտերիմ ենք, ես ճանաչում եմ, դու ինչ ընտանիքից ես, քո ընտանիքի անդամները աշխատել են հեռուստատեսությունում, ու ոնց որոշվեց, որ փոքրիկ Խաչիկը պետք է ընդունվի բժիշկ դառնա, այլ ոչ թե օրինակ կինոդերասան, ռեժիսոր կամ շարունակի ծնողների աշխատանքը։ Դա շատ տենց դասական, մանկական երազանք գնալ, հա, բժշկություն եւ այլն, մի հատ տարիք կար, որ դրանից այն կողմ ես ինձ ուրիշ մասնագիտության մեջ չէի պատկերացնում։ Իրականում ասեմ, այդ ճանապարհի ընթացքում ես ինչ որ մի շրջանում ուզում էի ռեժիսոր դառնայի եւ իմ ապագան ասեցի, դե որտեվ հասկանում ես, այդտեղ ես մեծանում։ Այդ միջավայրը քո վրա սկսում է ազդել։ Հետո ինչ որ մի հատ պահ եկա, որ ասես պապաս լրիվ չոր ասեց, չէ, այս ուղղությունը չի, պետք չի, ու տենց, հետո իմ մոտ տենց ավտոմատ ընկավ բժշկությունը։ Հետո իհարկե տարիների ընթացքում ինքը ավելի մոդիֆիկացվեց դեպի կանխարգելիչ բժշկություն, հետո մի քիչ մոդիֆիկացվեց ու այսօր բժշկական կրթությունն է ու բժշկական կրթության կազմակերպումն է, որպես այդպեսին, հետո կյանքում ինչ որ դրվագներ եղան, որ ես ինչ որ մի կերպ մեկա գնացի դեպի TV, ինչ որ link եղավ իմ կյանքում դեպի TV, տենց։ Կենտրոն հեռուստաընկերությամբ հաղորդում էին վարում, ես հիշում եմ։ Հա, տենց։ Ինչ ոնց էր անունը։ Ձեր բժիշկ Մարգարյանը, հա, տենց բան կար։ Это было давно и неправда, հա։ Չէ, մի հատ երկաշի պրոֆեսոր պարոն Մարգարյանը, իդեպ դու որ ինձ զանգում էր, մինչև մա հեռախոսը, այդ մինչև մա չէ, այնվաղ հեռախոսից վրա այդ զանգներ, որ դու զանգում ես պրոֆեսոր։ Ես չգիտեմ, ես ուզում եի լսել, թե չէ, բայց լավ, օքեյ։ Պրոֆեսոր պարոն։ Չէ, իսկ ակնաբուժությունը որպես մասնագիտություն, ինքը պրոստը դու ես հիշում եմ, մենք որ խոսում ենք, դու մագիստրատուրայում ես սովորում, ես ուսանող էի, դու արդեն քո համար գծել ես ճանապարհը, որ գնում ես դեպի բուժշկական կառավարում, հələ կրթությունը չէ եւ բան, բայց ոնց
ոնց եղավ որ ակտաբուժի մասնագիտություն ընտրեցիր, արդինատուրա ավարտեցիր։ Երկու ընտրություն կար դատական բժշկության ու ակնաբուժության մեջ, տենց ինքը գնաց պատասխանատու դեպի ակնաբուժությունը, բայց հետո արդեն իսկ դրա ընթացքում հասկացա, որ չէ, սյոժը մի քիչ պետքա բանը փոխել։ Երիտասարդ տարիքում, ջահել տարիքում ստանում ես մի հատ կոչում, որը ժամանակին ավելի տարիքով մարդիկ են ստանում, պրոռեկտորի կոչում 33-34 տարեկան։ 34 տարեկանում դու ստանում ես մեծ պատասխանատվություն։ Համալսարանի մի հատ sense մեծ կառավարման գիծ քո վրա է։ Ինչ է զգում այդ պատասխանատվությունը դաժան բան է, թե։ Հա, ինքը իրականում դաժան բան է մի քանի պատճառներով, պատճառ համար 1 այդ այնա, որ դու համակարգի ներսից ես, այսինքն ես sense հիմա հետ որ գնում եմ 2007 թվականից մինչև այսօր այս կամ այն կարգավիճակում ես համասարանում եմ, հա, բժշկական համասարանում եմ ու երբ որ դու ներսից ես, քեզ դժվար է, մանավանդ երբ որ դու ինչ-որ գծի վրա ես, որը զարգացում է, կոչվում որպես այդպեսին, այդ երիցս ավելի դժվար է, էլի, գիտես, այդ նույն պատմությունը, օրինակ մարդիկ տունը վերանորոգելուց չեն դիզայներ վարձում, չէ՞, վրոձի այդ իրանց տունն է, վրոձի իրանք ամեն մի անկյունը գիտեն, ավելի լավ գիտեն իրանց կենսակերպը, բայց չէ, շոժը դիզայներ։ Չի որտեվ այդ հայացք արտաքինից ինքը միշտ օգնում է, զարգացնելուն է օգնում, չգիտեմ, XY բաներին է օգնում, հա, այսինքն այդ ոնց որ ծառացուցիչ հանգամանք պլյուս օգնող հանգամանք միևնույն ժամանակ, չեմ խառը sense ինչ-որ բան։ Այսինքն եթե դու դրսից գնայր ուրիշ գծով այս գծով աշխատելու, դու դրսից ելնեիր, օրինակ բժշկականից չլինեք, պոլիտեխնիկից գնայր դեպի այս գծով, համար ավելի հեշտ կլիներ, թե ավելի դժվար է զարգացումը գծելը, էլի ճանապարհը։ Իմ խորին համոզմամբ, երբ որ դու դրսից ես ավելի հեշտ է, դեպի արագ ինտեգրվում ես, արագ մի հատ SWOT ես անում, ինքդ քո համար ու արդեն միանում ես աշխատանքին։ Արդեն լավ է որ SWOT-ը։ Մարքեթինգային այդ ամենալավ գործիքներից մեկն է, էլի որ գծում ես SWOT անալիզի մասին։ Հա, ու գիտես, իրական ես չգիտեմ, մեր զրույցը այսօր կգնա դեպի կրթությունը, ինչ խորությամբ կգնա կրթությունը, ինչ կլինի, ոնց կլինի, բայց մի հատ տերմին եմ ես իմ համար առանձնացրել պսևդո գիտելիքը։ Գիտես, այդ ահավոր մի հատ վատ բան կա, կտոր կա, մանավանդ հիմա աշխարհում ամեն ինչ արագ է, չէ՞ գնում։ Դու արագ ես խոսում, ռիլերը արագ են պատտվում, բան, ասես կարճ ինֆորմացիան է։ Ու մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ օրինակ չգիտեմ, SWOT-ը ինքը ծամած թեմա է, շակերտավոր կներեք, էլի, որ տենց եմ ասում, ծամած թեմա, բայց մարդկանց մեծամասնությանը իսկապես հիրավի թվում է, որ իրանք գիտեն այդ ինչա նշանակում։ Երբ որ մտնում ես մի քիչ ավելի խորանում ես այս թեմայի մեջ, հասկանում ես, որ SWOT անալիզը այդ պրոստը թուղթը վերցնել 4 մասի բաժանելու մասին չի բացարձակ։ Ինչքան էլ որ վիզուալ ինքը այտենց է։ Այդ վերջի սլայդն է, որ դու պետքա ստանաս, չգիտեմ, ասենք միլիոնանոց աշխատանքից հետո։ Այդ ինչ որ sense մի հատ հաստ բան է, հա։ Այդ չգիտեմ, էլի այդ եմ ասում։ Չգիտեմ մեր զրույցը հիմա ոնց կգնա, սպոնտանա գնում ամեն ինչ, բայց ինքը իմ համար շատ կարևոր մի հատ տերմին է, այդ պսևդո գիտելիքը էս արագ աշխարհում, ամեն ինչ արագ է, ու պլյուս դրան մտածում եմ ես վերջին շրջանում Դավիթ Սամվելովիչ, հասկացա, որ երևի մեր սերունդը պլյուս մինուս ֆորմալ ոչ ֆորմալ կրթության մեջ բալանս պահած սերունդն է։ Իսկապես միանշանակ, հա։ Հիմա ամեն ինչ գնում է դեպի, ասենք, ոչ ֆորմալ կրթությունը։ Ես, չգիտեմ, ես ֆորմալ կրթության հիմնարկի ներկայացուցիչ եմ, հա, բայց իրականում որ մի քիչ խորանում ես թեմաների մեջ, հասկանում ես, որ առանց ֆորմալ կրթության, ինչքան էլ որ դա sense ինչ-որ տևական է, ջանջալ է, հա, հայերեն ասած, բայց առանց դրա ոչ մի արդյունք չի լինում։ Այդ գիտելիքը դասավորելու ձև ունի։ Ու ես շատ ուզում եմ, չգիտեմ, ով է այս ամենն, այլու կարող ասենք, չգիտեմ, քո ոդկասթի ամենակիչ պրասմոտր ունեցող հաղորդումը լինի, օքեյ է։ Ռեկլամ կմիացնենք։ Դա, հա։ Լավ, դա լավ փոփի մեջ մտնում։ Բայց իրականում ինքը ահավոր մի հատ sense մի հատ մեսեջ կա, որ անպայման ուզում եմ հասցրածել եմ, էլի, որ այդ ոչ ֆորմալ կրթությունը ինքը լավ բան է, բայց դա ուզես ժամային տեսանկյուն, ամեն տեսանկյունից ինքը introduction-ից այնքան քեզ չի տանելու։ Միանշանակ։ Մի քիչ առաջ այդ թեմայով խոսում ենք, մեր դիետոլոգներ էին մեր հյուրերը, ու մենք այդ թեմայով ենք խոսում, որ հիմա օրինակ պսևդոդիետոլոգներ շատ են հայտնվում, ովքեր չեն պատկերացնում նուտրիցիոլոգիան, դիետոլոգիան, բայց շատ հեշտ անվանում են, ես նուտրիցիոլոգ եմ, ու այդ պսևդոգիտելիքն է, որովհետև դու խոսում ես, ինքը մարդիկ պատկերացնում են, որ եթե մի հատ ոդկաստ նայեցին, որտեղ երկու խելոք մարդ ինչ-որ բանի մասին խոսում են, իրենք պատկերացում կազմեցին մի հատ մեծ գիտության մասին, նույն բժշկության մասին, մարդիկ օրինակի համար երկու մասնագետ խոսում են, մարդը լսում է, ասում է, «Վсё, ես էնդոկրինոլոգիայից
ոնց որ ամեն ինչ գիտեմ։ Ինքը չի պատկերացնում այդ մարդը էնդոկրինոլոգիա հասկանալու համար առաջի կուրսից անցել է մի հատ բան, որ ինքը ինսուլինից խոսալուց ինքը չի խոսում ինսուլինից ինչ որ պսևդո գաղափարի մասին, ինքը խոսում է ինսուլին սպիտակուցի մասին, ինքը խոսում է ինսուլինը հորմոնի մասին, ինքը խոսում է ինսուլինը արտադրողի ներաճողի, չգիտեմ, մնացածի մասին, այսինքն ֆորմալ կրթությունը իմ կարծիքով էլ ես անդադ ասում եմ, հիմա շատ է, չէ, բանում պետք չի գնալ սովորել 20 տարի համալսարանում, ընդամենը կես տարում մենք ձեզ կսարքենք մասնագետ, ինքը չափից դուրս սխալ է, դրա համար մենք ունենք պսևդո ինտելեկտուալների ժամանակաշրջանում ենք ապրում, որ մարդը առաջի այսքից ինտելեկտուալի տպավորություն է թվում, բայց երբ որ դու իր հետ շփվում ես, հասկանում ես դատարկ տաբուլա ռազա, լատիներեն առաջի կուրսը։ Որտեղից է դի հիշեցել։ Տաբուլա ռազա, այսինքն ինքը գաղափար չունի աշխարհից։ Երբ որ նույն բժիշկները, նույն ծրագրավորողներ կան, մաթեմատիկա չգիտեն։ Որպես տղերք հետ ում հետ ենք խոսում, որ ասում եմ մարդը գործ ընդունում, ասում եմ 100-ի 10%-ն ասա, շվարած նստում է մարդը ուզում է այցիշնիկ աշխատի։ Մարդը կոդ գրել գիտի, բայց մարդը 100-ի 10%-ը մտքում արագ չի կարող հաշվի։ Այսինքն ինքը ֆորմալ կրթության բաց ունի, ինքը իրան սովորացան տեխնիկապես այսքան բանն անում ես, վերջացավ գնաց։ Նայ, կրթության տենդենսներից մեկը հիմա հետաքրքիր ստատիստիկա կա, գժվում եմ այս ինֆոյի համար, լուրջ եմ ասում, էլի, այն որ պահա գալիս, որ գիտակցում ես ինչի մասն ես խոսում, մի տեսակ բան զգացողություն առաջացնում։ Ուրեմն նայ, Փիթեր Դենսոն, եթե չեմ սխալվում, հեղինակի անունը, ինքը տենց բժշկական կրթության վերաբերյալ ուժեղ գիտնականներից մեկն է, աշխարհում, նա հետաքրքիր հոդված էր արել։ Ուրեմն 1950 թվականին բժշկական գիտելիքների ծավալը կրկնապատկելու համար պետք էր 50 տարի։ Այսինքն 50 տարի մեկ կրկնապատկել էր ամբողջ ծավալը։ 2020 թվականի տվյալներով այդ հաջորդականությունը կազմում է 78 օր։ Հա։ Այսինքն եթե բժշկական գիտելիքը դու կրկնապատկես, քեզ 78 օր։ Ինքը ամեն 78 օրը մեկ ամբողջ ծավալը աշխարհում բժշկական գիտելիքի կրկնապատկվում է։ Այսինքն եթե ես այսօր որոշեմ, որ դառնում եմ, ասենք, չէ, Մենաստանի մանախ, փակվեմ եւ այն բանի նման, հա, կամեդի կլաբի Կարիբիցի я всё выучили նման որոշեմ ամեն ինչ կարդամ բժշկության մասին 2 ամիս հետո ինքը հին է այդ ինֆոն իմ համար ինքը կրկնապատկվել է ծավալը կրկնապատկվել է հիմա այս կոնտեքստում կրթությունը ինքնին էլի մեկը մոդիֆիկացիայի է ենթարկվում ու խոսքը միայն բժշկական կրթության մասին չի բայց օքեյ մենք դրա մեջ ենք դրանից բոլորի մենք խոսանք նա տենդենս կա Ընդհանրապես աշխարհում հետաքրքիր բաներ կան, հա, կրթության մոդիֆիկացիա, մանավանդ AI-ի թեման, երբ որ շատ ավելի ծավալուն է մտել ու շատ ավելի հասանելի է դարձել այս տեխնոլոգիան, շատ տենդենսներ կան։ Դրանցից մեկը կոմպետենցիա հիմնված կրթությունն է։ Նա ինքը տերմին է, լսում ես, հա, կոմպետենցիա, մի հատ եկեք հասկանանք կոմպետենցիան որն է, եւ այլն, չէ՞, բայց օրինակ մեր սովորելու շրջանում կամ հիմա քննարկվող շրջանները որ կա կրթության, ասում է problem based medicine, հա, problem հիմնված բժշկություն։ Հիմա էսա կամած տրանսֆորմացվում է կոմպետենցիա հիմնված բժշկություն։ Այսինքն պա ֆակտ ստացվում է, որ դու ուսանողին սկսում ես արդեն կամած միանգամից իր կրթության առաջին տարվանից կոմպետենցիաներ հաղորդել, որ ինքը հետո գնա ինքնուրույն աշխատի։ Մյուս տրանսֆորմացիաներից մեկը էն է կրթության ընդհանրապես այդ գաղափարի, որ դու սովորեցնում ես սովորելու մեխանիզմը։ Գիտես, այդ բավականին վաղուց ինքը աշխարհում դադարել է, մենք էլ կամած գալիս ենք դրան, որտեվ ինչ ուզում ես ասել, բայց ակադեմիական միջավայր ինքը մի քիչ ավելի այսպես կայուն, հա, դանդաղ շարժվող է, հա, նեոկոնսերվատիվ միջավայր է ինքը։ Սենց մի հատ բան կա ընդհանուր առմամբ գիտակցումը, որ այդ գալենի բանի շրջանները անցել է, հա, ինքը մարդկանց մեջ պիտի մտնի։ То есть դու գիտելիքի աղբյուր չես, եղբայր։ Դու չես կարող ելնես գիտելիքի աղբյուր։ Դու կարող ես գիտելիքը սովորելու մեխանիզմի փոխանցողը։ Այդ կարաս անես դու։ Ու լավ բան է, այս դարում դրա մասին է գնում, հասկանու՞մ ես։ Այսինքն հա հիմա օրինակ են որ ասում է այսինքն դասախոսի նպատակը այն է լինելու, այսինքն Հիպոկրատի երթումը, որ ասում էր գիտելիքդ փոխանցի հաջորդ սերունդներին, հիմա դու պետք է ոչ թե գիտելիքը փոխանցես, գիտելիքը սովորելու մեխանիզմը փոխանցես։ Հա, այդ էս անում դու։
Դու այդ անելու գեր խնդիր պետք է ունենաս։ Որտեղ այն ժամանակ այդ ինֆոն ուներ մենակ Գալենը, ինքը պատտվում էր, այդ ինֆոն տարածում էր։ Հա, մի հատ էլ հետաքրքիր մոմենտ Շատ լավ, այս միտք ասիր։ Նայ, կրթությունը բժշկության հետ եթե բան ես անում, փորձում ես սենց կպցնես, հա, իրան։ Ինձ կարես ասես հին Հռոմում լավ խոտաբույսեր պատրաստող մի հատ բժշկի անուն, որը չի զբաղվել բժշկապետությամբ, այսինքն չի սովորացրել ոչ մեկին։ Չէ, իրանց ոչ մեկ չի հիշում։ Իրանք եղել են, մարի, էլի, հա, իրանք եղել են։ Բայց ասելիքս այն է, որ իմ պատկերացմամբ, չգիտեմ, ես կարող եմ ինչ որ մի 10 տարի հետո էլի սենց հավաքվենք, մի քիչ ավելի սպիտակացել ենք, ասեմ, հա, լավ, դա այն ինչ էի խոսում, արի ջնջենք է։ Դե գիտես, մի կպիտ, այն։ Նույն փորին չես կպնում, ես քո մազերին։ Դավայ, հա։ Ֆերստեյնը։ Չէ, բայց իդեան ինչու՞մ է, էլի, որ բժշկությունը կրթությունով երբ որ համեմվում է, այդ շատ ավելի լավ բան է ստեղծում մարդկության համար, հա, այսինքն դու ուզես չուզես այդ կրթության մի մասը քո հետ միշտ գնում է։ Ես զուգահեռական էի ասկսում արվեստի հետ։ Իմ պատկերացմամբ երկու մասնագիտություն կա, եթե սխալ եմ ինձ ուղեք, որ իր ուսուցչից չի կտրվում։ Այդ մեկը բալետ պարողներն են, ինչքան իրանց կարիերան գնում է, իրանք բալետ մեյստերի հետ, իրանք բանի մեջ են, հա, իրանց ուսուցչի հետ կապի մեջ են։ Մյուսը բժիշկն է։ Սուշի կակնի կրուցի ինքը մեկը հետ է գալու դեպի կրթություն։ Միանշանակ։ Ու այդ ֆուտբոլիստներն են։ Իրանք միշտ կապված են իրենց առաջի տրեյների հետ, ով իրենց հետ սկսել է առաջի քայլերն անել։ Դու որ իրենց հարցազրույցները լսես, կզգաս։ Okay։ Իրանք ով որ առաջի թիմում խաղացել ինքը միշտ ասենք ասում հա ապրեն բոլոր այս աստղային մարզիչները, բայց այն մարզիչը որ 17 տարեկանում ինձ պենալ խփել էր սովորացնում, այդ մարզիչն այն համար ավելի առավել բան էլի։ Նայ դու հիմա շնորհակալի բանի մասին ես խոսում, բայց էլի պատտվում է դպրոցի։ Հա, բայց ինքը մեկը ճիշտ է, հա, այդ էս էլի ինքը ուզես պետք է հետ գաս դրան։ Այդ ասում ինքը ասում է, դու օրինակ սպորտինգում ես խաղացել, դու սպորտինգի սան ես, դու սպորտինգի ստիլն ես, դու սպորտինգի ստիլը բերում ես Ռեալ Մադրիդում մոդիֆիկացնում ես, բայց մեկը քո խաղալը, քո չլելը, քո գոլ խփելը, քո շտրաֆնոյնն ինքը սպորտինգի դպրոցն է։ Ու Քրիստիանո Ռոնալդոյի օրինակ դե բերում։ Հա։ Գիտես ֆուտբոլը այն թեման է, որը լսելուց ես կարամ մենակ սենց ամ։ Հա, օքեյ։ Բարսելոնան թիմ չի։ Այդ իմ, հա, եթե Բարսելոնան թիմ չի սենց։ Հա։ Ինչ վերաբերվում է բժշկական կրթությանը, հա, այդ մենակ ուսուցչակենտրոն բժշկություն ինքը Ես լավ բան ասած։ Հա, ուսուցչակենտրոն մասնագիտություն է։ Ինքը որովհետև լավ բան ասած։ Լավ թեմա է ես։ Հա, որովհետև բոլորս, ով որ պրակտիկ բժշկության մեջ աշխատում է, ունի մարդ, ում աշխատելավոճը մեկ-մեկ նույնիսկ ֆանատիզմի է հասնում իր ուսուցչի աշխատելավոճը ու կողքից ոչ մի բան չի ընդունում, բայց աշխատելավոճը օրինակ ես Կրասնոդարի Կուբանի համալսարան պրոֆեսոր Մեդվեդևի մոտ եմ սովորել ու իր աշխատելավոճը, իր խոսելաձևի, իր շարժուձևի, պացիենտի հետ շփման, բժիշկների հետ շփման ու այդ ամեն ինչը ես վերցրել եմ Իրանից։ Ու մեռնեմ չեմ կարա ես դրանից դուրս գամ, որովհետև ես եղել եմ դատարկ գլխով ուրոլոգ, իմ մեջ լցրել է ուրոլոգիական գիտելիք այդ մարդը։ Ու ես ուզենամ էլ տրանսֆորմացվեմ այդ իմ մեջ տրանսֆորմացվեմ, ինչ որ դες լավ ճյուղեր է իմ մոտ տվել, ու նույնը մնացածի մոտ։ Մենք որովհետև մենք երբ որ բժիշկներով հավաքվում ենք, միշտ մի հատ կենաց մեր ուսուցիչների կենացն է, չէ՞։ Մարդիկ ովքեր մեր այդ մասնագիտությունը սովորել, ու ամեն մեկը մտքում ունի մեկին ում այտենց այդ մենտորությունը ձեռը բռնած տարել են, ձեռը բռնած տվել են կար դնել, ձեռը բռնած տվել են կտրել, ու այդ սաղի կտրելու կարել տարբերվում է։ Նայ, միած sense կազմակերպություն կա, ընդհանրապես չգիտեմ, բժշկական կրթությունը, sense հսկայական աշխարհ է, մեզ բոլորին թվում է, հա, օքեյ, ինչ է, քրքերը գրվեցին, դիսցիպլինները զարգացան, վերցրեք, սովորեք այդ ամեն ինչը, հա, այն է, ինչ որ գիրք ես դրե, բան, կարաս վերցնես, կարդաս, բայց այդ ամբողջականությունը բժշկական կրթության ինքը ռեալ գիտություն է։ Դրա վերաբերյալ գիտական ժուրնալներ կան ու դրանցից կան ասոցիացիաներ աշխարհում, որոնք որ դրա ֆորվարդն են, հա։ Կա մի հատ շատ հետաքրքիր բան, ասոցիացիա American Association of Medical Colleges, դոշում չթարգմանեմ, մոտավորապես բժշկական քոլեջների, քոլեջ այդ համասարան school բան է դրանք սաղ տենց էլի։ Ու ինքը բազմաթիվ ուղղություններ ունի, դրանցից մեկը AI բժշկությունումն է, ու մի հատ հետազոտություն կար, որը տպագրված էր, էլի տենց շատ հետաքրքիր ժուրնալ կա էլի աշխարհում, Journal of Graduate Medical Education, հա, բժշկական կրթության, հա, շարունակական ժուրնալ, հա, շարունակական բժշկական կրթության ժուրնալ։
Ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է, տեսեք, AI զարգանում է, հեսա մի քանի օրինակ կբերեմ քեզ ընթացքում ինքը որտեղ է օգտագործվում ու ինչ լավ ձևով կարա օգտագործվի, ու արդյոք պահը գալու է, որ քեզ պետքա թե պետք չի ուսուցիչ։ Գլոբալ մի ասենց բան ասեմ քեզ։ Ամերիկական համալսարանից մենք Ստենֆորդում այդ չեմ սխալվում, մենք ինչ էինք խոսում, չէ՞, ոչ կրթությունից, ընդհանրապես կրթությունից խոսալուց, ասում ենք դե տեստերով է քննությունը, բան եկեք փոխենք այս ամեն ինչը եւ այլն եւ այլն։ Լսի, մի հատ AI գործիք են սարքե, որը որ քո այդ տեստինգ անում, MCQ տեստեր անում, ընտրովի տեստեր, այն ամենադասական, պրոստը հիշողություն ստուգող տեստերն է վերցնում։ Չէ։ Դոկտոր Լեքսի։ Չէ, դոկտոր Լեքսը այդ այնա ինչ որ մենք մեր համասարանում ենք օգտագործում։ Այդ դրա մասին խոսանք, շատ լավ բան է։ Հա, ինքը հետաքրքիր բան է։ Առօրյա գործիք ինչ որ ժամանակ անցկացնելու, հա, շատ կայֆ բան է։ Այս մեկը ուրիշ բան է, այս մեկը կրթության մեջ է օգտագործում։ Տես ինչ է անում, ինքը քեզ տեստեր է տալիս, դու իրան պրոստը ընտրում ես, հետո ինքը սկսում է անհատական քո սկորը վերլուծել, հասկանալ դու որտեղ ես ավելի թույլ, որտեղ ես ավելի ուժեղ, վերցնում է քո թույլ կողմը, սկսում է դա զարգացնել։ Ու քեզ կամաց անհատական ուսուցման պլան է սարքում քո համար։ Մենք պերսոնիֆիկացված բժշկություն լսել ենք, չէ՞, անհատականացված բժշկություն, չգիտեմ, գենետիկան է դրան գտնում, էս անում, այն անում։ Չէ՞, կա անհատականացված կրթություն։ Այսինքն դու հնարավորություն ունես X բյուջեի սահմաններում, որը սահմանափակ է։ Եթե պատկերացնես, ասենք 100 պրոֆեսոր միայն քո հետ աշխատեր։ Այդ բավական մեծ թիվեր են լինում, հա։ Հիմա AI եկել է օգնում է քեզ դա անել ու անհատականացված քո համար կրթական պլան է սարքում։ Ոչ թե միայն կրթական պլան է սարքում, քեզ վերլուծում է։ Հիմա քո կրթությունը դառավ պերսոնիֆիկացված քո համար։ Բայց անգամ այս կոնտեքստում վերցրել են ու ուսումնասիրել ընդհանրապես ուսուցիչ պետք էր թե չէ, որտեվ կարելի է, չէ՞, այդ պրոմպտը գրել կամ կոդը գրել, անցնել առաջ։ Պարզվում է, որ չէ։ Մի հատ մեծ ուսուցիչ պետք էր թե չէ։ Պարտադիր պետք էր։ Պետք էր ուսուցիչ։ Ու այն մտքով, որ մենք մենթոր ենք անվանում, ու սրա տակ դրվեց մի հատ երևույթ, որը կոչվեց emotional intelligence։ Այսինքն այս էմոցիոնալ ինտելեկտը այդ այն բանն է, որը որ քեզ որպես սովորող, քեզ որպես պացիենտ անդառնալիորեն պետքա բժշկությունում։ Ու այս շատ կարևոր մի հատ հատված է։ Այն ինչ որ որևէ մի AI չի կարող 100%-ով փոխարինի։ Ինքը կարա փորձի քո այդ մի քիչ ավելի polite լինի, չգիտեմ, sense այն, այս կողմեն, հա, բայց այդ ուսուցչի դերը կարևոր է ուսուցման մեջ։ Այդ mentor-ի դերը ահավոր կարևոր է։ Ինքն է քեզ այդ էմոցիան տալիս սովորելու համար, այդ մոտիվացիան տալիս սովորելու համար, այդ օրինակը ծառայում։ Այդ ջղայնանալը, ջղայնանալը ձեռիդ խփելը, անկյուն կանգնացնելը մի ոտքի վրա, այդ ամեն ինչը դրա մեջ մտնում է։ 3 հերթապահություն իրար հետևից թողելը քեզ հիվանդանոցում։ Սոված ծառավ։ Okay, էդ էլ քո բանն է, ուղին է, որ դու ասում ես, մարդ կա, որ ձեռքդ բռնած քեզ օգնում է դա անել, օրինակա ծառայում։ Հետաքրքիրն է, որ բժշկական կրթության մեջ որ խոսում ես, այդ մենտորության գաղափարին for default դրած է, այսինքն լուբոյ բժիշկ իրեն ընկալում են այլ որպես մենտոր։ Ես չեմ տեսել բժիշկ, որ ասի թե ես ալարում եմ ուսանողների հետ կամ լավ։ Չէ, ես չեմ ուզում սովորացնել, լուբոյ ամեն մեկն ուզում է սովորացնել, ու դա հետաքրքիր են գաղափարը կա, որ սովորում ես սովորացնելով։ Էդ էլ շատ կա, որովհետև օրինակ երբ որ ինչ որ ուսանող ինձ գրում է, ասում է կարամ գամ ձեր մոտ պրակտիկայի համար, ասում եմ արի, ու դու հասկանում ես, դու այդ ուսանողի հետ աշխատելուց մի 20-25%-ով է դու ավելի լավը դառար, որովհետև դու իրան սովորացնելու բացեցիր գիրք, դու լարվեցիր իր գունը միացրեցիր, նայես որ այդ ուսանողը հարցնի, update հեղար ու բան արեցի, դու հասկանում ես, որ դու էլ ես սովորացնելով ավելի լավ սկսում ես ամեն ինչը ընկալել, իսկ բժշկության մեջ շարունակական կրթությունն ամանավանդ ֆանտաստիկ ստատիստիկայից հետո 78 օրվա, հա ինքը այտենց գերարագ դու պետք է ադապտացվես այս աշխարհին։ Ասեմ քեզ ավելի, ել մյուս տենդենսներից մեկ գրես, որն է, երբ որ ուսանողներ են սովորեցնում ուսանողներին։ Այդ էլ է շատ օրինակը։ Էս էլ է հետաքրքիր տենդենս, որը որ գնալով ավելի sense ծավալ է հավաքում։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հաղորդման գործընկեր Bon Farm դեղագործական ընկերությանը։ Bon Farm-ը ամերիկյան դեղագործական ընկերություն է, ով շուկայում հայտնի է իր բիոակտիվ հավելումներով։ Այսօր կխոսենք մասնավորապես Bon Farm դեղագործական ընկերության բուսական անվտանգ պրեպարատ Non-Stress Forte-ի մասին, ով կօգնի ձեզ հաղթահարել ստրեսը, կարգավորել քունը եւ իջեցնել նյարդային լարվածությունը։ Իդեպ ամենակարևորը կուզեմ շեշտել, որ Non-Stress Forte-ն չի առաջացնում կախվածություն։ Պրեպարատը կարող եք պատվիրել Bon Farm Armenia դեղագործական ընկերության Instagram-յան էջին գրելով կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Դե ինչ սիրելիներս, առողջ եղեք։
Գնանք մի քիչ ավելի շիր պատրեպ թեմաների, քանի դու ստեղ ես, որովհետև էսի հետաքրքիր թեմա է, բայց ուզում եմ այստեղ քեզանից ուրիշ հարցեր են սպասում։ Ես ու դու ներկայացնում ենք Երևանի Մխիթար Երացու անվան պետական բժշկական համալսարանը։ Ես ու դու Իրիկունը նստած խոսում ենք իրար։ Հա, չէ, ներկայացնում ենք այդ համալսարանը։ Ես ուր էլ գնամ, ես հիմա ուր էլ գնում եմ, հələ որ հիմա парք դասավանդում եմ, լեկցիան եմ կարդում, այդ լոգոն իմ մոտ կա։ Այսինքն լեկցիա եմ կարդում, ես ցույց եմ տալիս, ես որ համալսարանը եմ ավարտում, ինչի Harvard ավարտը կարա ամեն անկյունում ավտոյի վրա բամպերին կոշիկների վրա գրի Harvard Medical School, ես չեմ կարա իմ alma mater-ը ամենտեղ ցույց տամ, ու ֆորմալ կրթության լավագույն տեղերից մեկն է Հայաստանում, եթե ոչ լավագույնը։ Ու շատ քննադատություն կա անհիմն ուսանողների կամ ավարտած բժիշկների մեր համալսարանում կրթությունը, սենց մեր համալսարան կրթությունն է, ոնց է ստացվում, որ մի համալսարանում ծնվում են մարդիկ, ովքեր կարողանում են աշխարհն իրանցով անեն, ու ռեալ մենք ունենք շրջանավարտներ ու իրանք քիչ չեն, որոնք ֆուրոր են անում աշխարհում, այդ թվում նաև ես։ Բայց հումորի տեսքով շատ համեստ շրջանավարտներ ունենք, հա։ Չէ, բայց ունենք ուսանողներ, որ վայ մեր կրթությունը էս չէ, այ որ ես Իսպանիայում սովորեի, չգիտեմ, Սանտա Մարիա դե լա Լուչիա համալսարանում, ես կլինեի Սանտա Բարբարայի։ Հա, ինչ որ ես կլինեի ավելի ուժեղ։ Ինչով է մեր կրթությունը, տարբերվում են կրթությունից, որ ստանում են նամանավանդ 21-րդ դարում, ինչով է տարբերվում այդ կրթությունը։ Ես երկու տարբերակ ունեմ էլի պատասխանելու։ Մեկը օֆիցիալ վիճակագրությունների բերել է, օրինակ չգիտեմ։ Չէ, էլի։ Հա, էլի, sense ինչ որ USML-ի քննությունները, step 2-ը, օրինակ չգիտեմ, 100% հանձնարարելով դիմել է բժշկական համալսարանից։ Ու իսկապես այդ տվյալ է, էլի, փաստա ինքը, հա։ Ես չգիտեմ մարդը հանձնել կտրվել է ինստիտուտից։ Չէ, իսկապես էլի, ասենք այդ մի պատմությունն է, այդ մի կտորն է, որտեղ որ դու կարաս փաստարկված ներկայացնես, որ չէ ամեն ինչ լավ է։ Բայց իրականում մեծ իմաստով էլի, խնդիրը այլ բանի մեջ է։ Խնդիրը բուհի կոնցեպտի ընկալման մեջ է։ Իմ խորին համոզմամբ։ Բուհը ի՞նչ է։ Այդ մի հատ տարածք է, որը քեզ պլատֆորմա տալիս դրսևորվելու։ Բուհը կարաս ասես լավն է կամ վատն է, բացառապես մենակ այն պարագայում, երբ որ դու ունեիր աճի տենդենս եւ ունեիր խոչընդոտ, այսինքն ինքը քեզ այդ հնարավորությունը չէր տալիս։ Միևնույն ժամանակ բուհը ուներ դրա հնարավորությունը։ Գիտես, ահա որ լավ ճանապարհ է, ճակերտավոր էլի, համեմատվել Harvard-ի, Oxford-ի, չգիտեմ, Stanford-ի, մեկ MIT-ի հետ։ Ինքը լավ է, ինքը մոտիվացնող է, ինքը քեզ համապատասխան ճանապարհով է տանում։ Բայց դու պետք է մի հատ բան, մի բան այս կյանքում պետք է հասկանաս, որ դու ինքդ քո կարիերայի զարգացման, քո կերտման քանդակա գործն ես, եթե դա այտենց ես կարամ, չգիտեմ, անվանեմ, հա։ Ու գաղափարը նրանում է, որ դու օգտվես այն ամենից, այն հնարավորությունից, որը դու ունես։ Նայ, մենք X ժամանակ առաջ սկսեցինք դասավանդել եւ շատ լավ գիտես այդ պատմության մասին, կոմունիկացիոն հմտությունները բժշկությունում, հա։ 1974 թվականից աշխարհում ինքը դասավանդվում է։ Ես առաջին ինտրոլեկցիան որ կարդում էի, մի հատ հարց էի տալիս, մեր լսել եք, չէ՞ որ Ամերիկայում բժշկությունը լավն է, չգիտեմ, Իսրայելում բժշկությունը լավն է, ստեղ բժշկությունը լավն է, բան էս կոմենքում։ Բայց մի հատ եկեք հասկանանք էլի իրար հետ այդ ինչի են այտենց ասում։ Okay, չգիտեմ, ռոբոտիկ վիրահատություն էս կոմենքում, բան, մի հատ էլ դրանք դրեք մի կողմի վրա, հա։ Համար 1 չափանիշը, չափորոշիչը, դա պացիենտի բավարարվածությունն է։ Պացիենտի բավարարում, հիմա նույնն էլ կրթության մեջ ուսանողի բավարարվածությունն է, հա։ Բայց պացիենտի բավարարվածությանը ո՞նց են հասնում, ինչ ճանապարհով են հասնում։ Արի իսկապես էլի արդար խոսանք, երբեք որևէ մի պացիենտ չգիտի իր անալիզը, օրինակ, որ ֆիրմայի անալիզատորով է արվում կամ ասենք, չգիտեմ, պրապիրկան ինչ է կամ չգիտի ինքը դա։ Ինքը գիտի շփումը իր հետ, ինքը էդ է տեսնում, որպես այդպեսին։ Այդ environment-ն է տեսնում ու ինքը ոնց է դիրքավորվել այդ environment-ում։ Էլի հետ եմ տանում դեպի emotional intelligence, բայց անկախ ամեն բանից, էլի։ Հիմա նույնիսկ կրթության մեջ է դա։ Շատ երեխեք սկսենք նրանից, որ մասնագիտական կողմնորոշման հարց ունեն։ Ես ոչ վաղանցել եմ կարիերայի կենտրոնում է, էլի, բժշկական համալսարանում։ Մասնագիտական կողմնորոշման հարց կա։ Երեխեքի բժշկական համալսարան ընդունվելու մոտիվացիայի հարց կա։ Իզուր չէ՞ էլի որ աշխարհի շատ համալսարաններում նաև հարցազրույցով քննում են քո մոտիվացիայի աստիճանը, ինչն է քեզ այդտեղ բերում, այդ կետին բերում։ Հենց այդ միշտ այդ հարցին հետաքրքրել է, ինչի
օրինակ նայես նայում եմ մարդկանց, որ օրինակ քիմիայի ու կենսաբանության քննությունը իդեալական հանձնել են, բայց շփման մեջ իրանց մարդ տեսակը ուսանող տարիներին ու հետագայում դու իրավունք չունես բժիշկ աշխատելու։ Դու շատ խելացի ես, բայց դու էմպաթ չես, դու չունես բավարար զարգացվածության աստիճան, ու սենց էլի։ Ու չկար հարցազրույց, ինտերվյու, որ ասեն, չէ, դու հասկանանք 2 հատ 20 ես ստացել, բայց մի հատ նստի։ Մի հատ հասկանանք դու քեզ ուզում ես մասնագիտությունն ընտրես կամ այս մասնագիտությունը արդյոք քեզ պետք է, թե չէ, որովհետև կամ դու այդ մասնագիտությունը քեզ պետք է, բայց պետք է որ դու այս մասնագիտության տերը լինես հասարակությանը, որովհետև դու չես տեսել մարդկանց, որ ընդունվել են համալսարան, ինչ որ չեմ ասում վատ է, լավատ է, բայց ինքը բժշկի այդ հանրային կերպարը, որի մասին ես եմ խոսում, չի համապատասխանում դրան։ Ինչ որ կաղապար չեմ ասում, որ կա կաղապար, բայց ինքը չի համապատասխանում, ինքը էմպաթիա չունի օրինակ, մարդ, հա, որ ունի շատ լավ ինտելեկտ, բժիշկ լինելու մտածողություն ունի ու շատ լավ բիզնես մարտավարություն, բայց մարդկային էմպաթիայի 0 է։ Հա, ու ինքը իր բժշկությունը հաշվարկային է։ Ունենք մասնագետներ, որ խոսալու մանիերը սովորելու ձև, շփման ձև, հարգանք եւ այլն, մանր բաներ են, որ այդ հետագայում համակարգի վրա է ազդում, որովհետեւ երբ որ պացիենտը մի անգամ մտնում է մի հատ բուժկենտրոն, բժիշկը նստել տենանք ախպորս մոտ ինչ ա եղել, ու տենց մենք ուսանողներ ունենք, որ այդ լոգիկայով ավարտում են, ինքը դառնում է խնդիր։ Հետո այդ մարդը երկրորդ բժշկի մոտ անկալում է մի հատ էլ sense մի բան։ Բայց տարիներ շարունակ բժշկական որ ես հիշում եմ մեզ ռեկտորներից չգիտեմ ով էր ասում, ասում դուք փողոցով որ քայլեք, պետք է հերվից ընկալեն, որ դուք մեր համալսարանի ուսանողն եք, ու դա պետք է տենց լիներ։ Նայ, որ չստացվի, որ ես չոր գնդակը հետ եմ տալիս այն մարդկանց դաշտ, որտեղ այդ որ ասում ես բողոք եւ այլն, այսինքն դժգոհություն չասեմ, հա, իրան։ Արի ճիշտ հասկանաք, նայ, պատվիզարոգիա է սովորում։ Համալսարանը քեզ տվել է գրադարան։ Ես կարող եմ իմ ընկերների հետ գնալ խնդրեի Ռոբինսի պատվիզալոգիան, հա, սովորեի։ Միշտ կարող եմ նստել, գիրքը վատ է թարգմանած։ Ինչից է թարգմանած, ինչերենից է թարգմանած, քիա թարգմանած։ Այստեղ կարևորը դա ֆիլտրելը եւ հասկանալը, որ պատճառներն են օբյեկտիվ, որ պատճառներն են զգայական։ Օբյեկտիվ պատճառները ուղղել, զգայական պատճառները փորձել բացատրել, այսինքն կոմունիկացիայի հարց կա, բայց համար մեկ հարցը, որը որ, չգիտեմ, անգամ եթե սովորում են բժշկություն, անկախ նրանից որտեղ են սովորում բժշկություն, հա, որ համասարանում կամ բան, կամ պատրաստվում են ընդունել բժշկական համասարան, այդ մասնագիտական կողմնորոշումը ունենալը անտանելի կարևոր երևույթ է։ Մասնագիտական հետագա կողմնորոշման մասին դու խոսում ես բժշկի մասնագիտություն։ Չէ, հենց իմին սկսած բժշկի մասնագիտությունը ընտրելու կետից։ Երբ որ մենք կարիերայի կենտրոնում սկսեցինք նոր ծրագրերը անել, բոլորը ակնկալում են կարիերայի կենտրոնի sense առաջին բանը որն է, ես պիտի օգնեմ քո կարիերան լավը լինի։ Հետևաբար բալիկ ջան, ես դու գնա ավարտիր եւ ես քեզ կտեղավորեմ աշխատանք։ Այսինքն շուտ մի հատ ընկալում կար։ Տարիների ընթացքում կարիերայի կենտրոնի ծրագրերը, եթե sense վերտիկալ փորձեմ վերցնեմ, հա, իջան գիտես որ մակար ճակերտավոր էլի իջան կրթական բուրգի բանով իջան։ Իջան բնագիտական հոսք ընդունվող աշակերտների լեվելի վրա։ Այսինքն մենք ընթացքում նաև աշխատելով հասկացանք, որ այդ կետից է պետք սկսել։ Գիտես, միշտ լավ է հնչում, էլի, բժիշկ դառնալը, ինքը բժիշկը պատվաբեր է, բժիշկը չեմ պրինիժացիանում մնացած բոլոր մասնագիտությունները, բայց ինքը կերպարային մասնագիտություն է, էլի, որպես այդպիսի հանրային sense բան է։ Մյուս մասնագիտությունների պարագայում դու սես մեծ հետաքրքիր բան կա, երբ որ մարդկանց հետ ծանոթանում ես, ասում ես, Bill ինժեներ է, բանման, ու եթե դու դաժե նախկին բժշկի հետ ես ծանոթում, ասում ես բժիշկ եմ, բայց հիմա այցիշնիկ եմ աշխատում, ես բժիշկ եմ, բայց հիմա, չգիտեմ, նկարչությամբ եմ զբաղվում, ինքը մասնագիտությունը, որ ներաճում է քո անձի հետ, ու կնոջս հետ մի անգամ որ խոսում ենք, ասում անդադ որ մասնագիտության, բայց ասում եմ դու հասկանում ես, ես կառուցում եմ իմ օրը իմ մասնագիտության շուրջ։
Իմ կյանքը կառուցվում է իմ մասնագիտության շուրջ։ Մյուս մասնագիտությունը տենց չի։ Ինքը մասնագիտությունը կյանքի ինչ որ կետ է, ինչ որ այդ շրջանի մի հատվածն է։ Բժշկի մասնագիտության մեջ ինքը կյանքը կառուցվում է քո մասնագիտության շուրջ ու գիշերային զանգերը ու բաներ ինքը չի տեղավորվում ոչ մի բանի մեջ։ Վազել հասնել հիվանդանոցը, SMS-ին պատասխանել պացիենտի, խոսալ, կառավարել, կազմակերպել այդ ամեն ինչի, ինքը քո առերը ներած, քո հանգիստը, դու չես գա, դու գնում ես հանգստի, դու չես դառնում բան։ Մարդը որ օդպուսկի մեջ չես չզանգեք, դու բժիշկ ես, որ էլի աշխատում է, էլի դու ման չես։ Ու այս մասնագիտության ունիկալություններից մեկը հենց այդ է, ոչ թե իջացնում ենք մյուս մասնագիտության, այլ ինքը տենց մի քիչ ուրիշ կարգի։ Մերինի մասին։ Հա, մենք մերինի մասին ենք խոսում։ Չեխովը գիտես, ինչ հետաքրքիր մի հատ միտք ունի ասած, դե Չեխովին ինչ գիտենք որպես գրող, հա, գիտենք որ բան չէ։ Բայց ասում էր բժշկությունը իմ օրինական կինն է, իսկ գրականությունը իմ սիրուհին։ Հա։ Այսինքն դու շատ ճիշտ ես ասում էլի, ոնց ուզում ես պատտվի, ինչ ուզում ես արա, այդ մասնագիտությունը մտածելակերպ է ձևավորում, որտեղ դու շատ լայն ես սկսում տեսնել աշխարհը, էլի, շատ ավելի մանր դետալներ ես սկսում նկատել ես ամեն ինչի մեջ ու հա, իրականում դա տենց է։ Իսկ քննադատության մասին ես էլ ասում եմ համալսարան տալիս է տրամպլին պլատֆորմ, արդեն մեր դպրոցական կրթությունն էլ է, ոնց է, մեր դպրոցում ոնց են ասում, էսի լավ դասվար է, երեխուն տանենք իր մոտ, ինքը լավ է տառերը սովորացնում, էս լավ ուսուցիչ է, տանենք իր մոտ, էս լավ է քիմիա պարապում, տանենք իր մոտ, երեխեն գալիս է, ասում է իմ խմբի դասախոսը լավը չէր, ես անատոմիա չսովորեցի։ Օրինակ, չգիտեմ, X խմբի դասախոսը լավն էր, մեզ լավ անատոմ։ Ախր դա չի, ասի համալսարան կրթության ֆորմատը պետք է երեխեն հասկանան ընդունվելուց առաջ, որ սա ուղղակի հարթակ է, որտեղ դու քեզ հնարավորություն են տալի օգտվել գրքերից, օգտվել դիմացի դասախոսի գիտելիքներից, հարցեր տալ, քննարկել ու այդ միջավայրում աճել։ Բայց ոչ մեկ չի բերելու քեզ սովորացնի, ասի, էսի սենց, էսի սենց, էսի սենց է, էսի սենց է, էսի սենց է, դա կլի մանկապարտ ես։ Հա, ու այդ նաև մի հատ հարթակ է, որտեղ հավաքվում են մարդիկ, կերպարներ, որոնք նաև կերպար են ցույց տալիս։ Հա, Այս էլ է էլի կարևոր։ Հասկանում ես, ինքը բան չի, այտենց գրադարան չի ու մարդիկ, ովքեր վերարտադրում են գրքերում գրած բանը։ Ինքը աուրա է, այդ միջավայրն է, որի մեջ որ դու թրծվում ես, կայանում ես, տոնում ես հիվանդանոց ու այդ հիվանդանոցային միջավայրն էլ կողքից է քեզ թրծում։ Մեր Ռուսաստանում օրդինատորա անցնելուց մեզ մի հատ ասել մեկը բողոքեց, բա դուք մեզ ոչ մի բան չեք սովորացնում, բան։ Ընդեղ էլ այդ խոսակցությունները կա ու լուբոյ տեղ այդ խոսակցությունները կա, ասաց, նայ, դու վճարում ես 100,000 ռուբլի աշխատաբան, վարձ։ Օրը գալիս է, որ օրդինատորան 20 օր է հանգիստ աշխատանքի պես է 365-ի վրա որ բաժանում, այնտեղ ստացվում է օրը 300 ռուբլու, 400 ռուբլու կարգի շոր։ Ասում եմ դու ուզում ես այդ գումարով, որ քեզ սովորացնեն, չէ, քեզ տվել են հիվանդանոց, քեզ տվել են սպիտակ խալաթով ամբիոնակի աշխատակից բժիշկներ, ում դու կարաս գնաս հարցնես, ում օգնելով դու սովորես, ում նայելով սովորես, հարց ունես գրքի մեջ քեզ վերաիմաստելու, բայց եթե դու գիրքը չես վերցնում կարդաս, եթե դու ուղեցույցը չես վերցնում կարդաս, եթե դու չես ում կրթություն ստանաս, այդ հարցը փակվում է։ Ամ մի քիչ հակադարձում ես։ Բժշկական կրթությունը այդ բան չի, ջիմի աբոնեմենտ չի։ Հա։ Ճիշտ հասկանանք իրար, էլի։ Միտք ուրիշ բանով էր տալիս, էլի ինքը, հա, դու մոտիվացիա, հենց այդ ամենա, ասենց անկյունակար է այս պատմության, հա, մոտիվացիա։ Դե մարդը մոտիվացված է, ինքը ամեն ինչ կանի, ինքը կքամի, կգտնի։ Նույն մեր ծրագրերից որոշները, որոնք որ մենք անում ենք, որոնք իրականացնում ենք, մոտիվատորը գիտես, ուսանողներն են։ Հա։ Իրանք են եկել, իրենք են ասել այս բաները։ Հիմա ես հիմա էլ այն 1800-ականների մասին չեմ խոսում, որ մենք ուսանող էինք։ Չէ, բայց հիշում ենք քիչ ծրագիր չէին կամ մենք էլ ենք ուսանող ենք մոտիվացված գնում ենք այս ամբյոնի վարիչին կամ այս պրոռեկտորին կամ դեկանին, ասում ենք եկեք sense բան անենք։ Հա, ինչ որ խմբակներ եւ այլն։ Գիտական խմբակ կար, լաբորատորի վերևը պատվիզի ամբյոնով գործ են անում, ինչ որ կավեն կար, հիմա էլ կա հուսամ, որ խաղում են եւ մնացած բաներ։ Այսինքն ուսանողները իրենց այդ կրթության հետ մեկտեղ կարողանում են այդ բավարարվածության աստիճանը ստանալ։ Ախր ուսանողի որակ էլ կար, կներ, էս էլ հիմա էլ ուսանողի որակ կա։ Հիմա անկեղծ որ մի բան ասեմ։ Հիմա ավելի լավն է։ Ուսանողները 100%։ Չեսն ասեմ։ Իրանք ավելի ուզում էլի պոպուլիստներ իրանք բայբալիկներ բան, բայց իսկապես լավն է։ Ես մինչև լսարան մտնելը տես չէի մտածում։ Մտա, հասկացա, իրանք ավելի լավն են ու ավելի ուժեղ են, քան մենք։ Ու կստացի հենց այդ կետին վերադառնալով։
իրանց մեծամասնությունը շատ ավելի լավ է պատկերացնում ինչա ուզում ես կյանքում, շատ ավելի լավ է պատկերացնում որտեղ է հայտնվել, իր խնդիրը որտեղ է, իր առավելությունը որտեղ է, քան ենթադրաբար մեր սերունդը, միլենիալների սերունդը, որը որ սովորում է։ Որը ուղղակի շատ սիրուն է։ Անզուգական սերունդը, որը արդեն կամաց փորը աճացնում ու իդեալական սերունդը, ուղղակի պրոստը շատ իդեալական է։ Միլենիալների մասին խոսքը։ Հիմա նույնը, գիտես ինչ, այստեղ հետաքրքիր բան կար, որ երբ որ խոսում ասում եմ բժշկական գրականության մասին, ասես մի հատ բան կար, այդտեղ էլ ենք մենք տարբերվում բժշկական, այսինքն երբ որ դու ինչ-որ մասնագիտական գիրք կա ուրիշ մասնագիտությունների առումով, նրանք մատչելի են, ճարվում են, բան է, կամ բժշկական գրականությունը հայտնի է, որ լավ թանկ է։ Դու ուզում ես ինչ-որ մոնումենտալ գիրք առնես կարդաս, ինքը բավականին թանկ է։ Մենք հարցնի խիա թանկ, ասի որովհետեւ դա գիրք չի, դա աշխատություն է։ Օրինակ ուրոլոգիայի Քեմբելսի գիրքը ինքը աշխատություն է ուրոլոգիայի մասին, որը սաղ ճյուղերը փակում է։ Մարդը նստել 0-ից ստեղծել է մի հատ մոնումենտալ գործ, որ կարդալով դու պատկերացում ես կազմում մասը, սկսած անատոմիայից, վերջացրած ամենածանր հիվանդությունների մենեջմենթով, տարբերակներով մենեջմենթի եւ այլն։ Այսինքն մոնումենտալ աշխատանքը չի կարա անվճար լինի, կամ չի կարա լինի հասանելի կամ բանել, ինքը մարդու աշխատանքն է, նույնը բժշկական կրթությունը, չէ՞, մեկ ասում են լավ թանկ է ու լավ երկար է։ Հա, ինքն էլ մոնումենտալ աշխատանք է տարվում, որովհետեւ ցավոք սրտի կամ փառք բժիշկ դառնալու համար դու պետք է 40 մասնագիտություն լցնես քո գլխի մեջ, ֆրսնես այդ բանից, ստանաս մի հատը։ Բիոքիմիա, անատոմիա, ֆիզիոլոգիա, պատֆիզիոլոգիա, պատանատոմիա, դրանք առանձին մասնագիտություններ են, որովհետև բոլոր մասնագիտությունները վերցնում ես իրար, խառնում ես, ստանում ես բան։ Որ մարդը ինժեներ է, սովորում է ինչ-որ ինժեներական ինչ-որ բան ու բան է։ Իսկ դու պոլնի սովորում ես լրիվ մարդու ֆիզիոլոգիան, ու կա ֆիզիոլոգիայի ինստիտուտ, կամ ֆիզիոլոգիայի մասին համալսարաններ։ Դու դա մի հատ սովորում ես, դրա հետ մի հատ սովորում ես պատֆիզիոլոգիան, որը այդ խնդիրների բարդությունը, դու մի հատ սովորում ես այդ ամենի բիոքիմիան։ Հետո դու մի հատ սովորում ես ու այս կրթության ամենահետաքրքիրը այն է, որ իրան կազմակերպելը ոնց ճիշտ դասավորես, որ առարկայից հետո որ առարկան պետք է գա, այս շատ տարածված մոդել կա 2-4-ի տարածված մոդելն է, հա, 2 տարի թեորիայի վրա, 4 տարի արդեն ավելի կլինիկայի, որ ժամանակին 3 էր։ Այ հիմա ինքը էլի փոխվում է այն կոմպետենցիաների վրա հիմնված կրթությունը, որ ասում եմ։ Ինքը փոխվում է դեպի այն կետը, որ դու առաջին տարվանից արդեն վերցրեցիր հիվանդությունը, սովորեցիր այս հիվանդության տրանսֆորմացիա, որին մենք հələ մի 10 տարի երևի հələ գնա մինչև ավելի շոշափելի դառնա։ Սովորեցիր անատոմիան, իր պատանատոմիան։ Այս հիվանդության դեպքում սովորեցիր պատանատոմիան, չգիտեմ, բիոքիմիան եւ այլն, ասենց սաղ թելով վերեցիր, հասցրեցիր մինչև բուժումը։ Գիտես, то есть վերցրեցիր հիվանդությունը ասելով ինքնատիպ կոնկրետ հիվանդություն։ Սրտանոթային հիվանդություն։ Հիվանդությունների այս խումբը վերցրեցիր, իրան 0-ից սովորեցրեցիր, բերեցիր, հասցրեցիր վերջ, այս բլոկը փակեցիր, անցար մյուս բլոկին։ Ու այսենց բլոկ իրար վրա շարելով գնացիր առաջ։ Մեր կրթության տարիներն եկի մոտ հարցեր առաջանում, մեր մոտ այտենց չէր։ Այն ժամանակ 2000 դպրոցների տարբերություն կա։ Հա, 2012-13 թվականներին պաթանատոմիայից անցնում էր լյարդ, ֆիզիոլոգիայի նույն բան պատֆիզիոլոգիայից անցնում էր սիրտ, ու երբ որ գալիս էր նրա հակառակ բանը անցնել, դու հասկանում ես, որ այն ինֆոն միատել է քեզ պետք, հա։ Իրականում անցած տարի մենք sense բավականին մեծ հախուռն չասեմ, ծավալուն փոփոխություններ տեղի ունեցան ընդհանրապես կրթության հետ կապված ու բուժական գործկրթական ծրագիրը ինքը ֆորմալ մեր ստացած կրթությունն է, MD-ն է ինքը, ստացավ համաշխարհային ֆեդերացիայի, բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի հավատարմագրում մաքսիմալ ժամկետով 7 տարի մաքսիմալ ժամկետով ու որտեղ որ համար մեկ խնդիրը, որը որ ծրագրային դեպի լուծումը գնաց եւ հիմա սեկտոր առ սեկտոր ծածկելով բոլոր տարիները այլևս իմպլեմենտացվում է, այդ առարկաների ինտեգրացիան էր, այսինքն այն խնդիրները, որոնք որ մենք այն ժամանակ միգուցե տեսնում էինք, հա, կրթական մատերիալների տարբերությունների մեջ, նույն թեմայի տարբեր դիսցիպլիներում քննարկումների ժամանակ չոր դիսոնանսների եւ այլն, հիմա փոխվել է, կրթությունը դարձել է մոդուլային, վերցնում ես խնդրեմը, սարքում ես դրա շուրջ մոդուլը, սովորեցնում ես իրան, ու էլի անցնում ես առաջ, այսինքն այս ինտեգրացիան հիմա փառք Աստծո, օքեյ, լավ է, այս մասով։ Կանցնի իհարկե որոշ ժամանակ, շատ ավելի
կիրառելի կդառնա այս մոդելը, կթրծվեն այս մոդելի մեջ, դրանից հետո էլի level up մեկ այլ մոդել կներդրվի, հա, բայց հա ճիշտ է, ինքը շատ կարևոր է, էլի այդ ինտեգրացիայի էլեմենտը բժշկական կրթությունում ընդհանրապես հաստատավոր աշխատություններ կա դրա վերաբերյալ, թե ընդհանրապես ոնց պետք է պահը կազմակերպես էլի։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրէաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Հաջորդ հարցը, որ ցես կուզենք քննարկման ենթակա լիներ, այդ բժշկական համալսարանում ընդհանրապես ցես ծրագրեր կար միջազգային, որ դու քո շնորհիվ դու ես այդ ծրագրի ղեկավարը չէ, եղել չկան ես հիշում եմ միջազգային։ Ահա։ Լիքը ուսանողներ գալիս են, լիքը ուսանողներ գնում էին։ Ինչ էին ասում այդ ուսանողները մեր կրթությունը տեսնելով։ Դա պրիմիտիվ հարց եմ տալիս, էլի։ Նա իրականում ես այդ հարցին լավ չեմ կարող պատասխանել այս պահին, որովհետև իրանք ավելի հիվանդանոցային բլոկի հետ էին շփվում եւ ոչ կրթական բլոկի հետ էին շփվում, բայց մի բան վստահաբար կարող եմ ասել, այդ այնա, որ կրթությունը լավ բազիսի վրա դնում իր շրջանավարտին, այսինքն այս համալսարանով անցնելուց եւ այս տարիներով անցնելուց դու վստահաբար շատ լավ բազիս ունես հասկանալու համար, թե որ ուղղության մեջ դրսևորվելու Այդ գիտես երբ զգացվեց, երբ որ գնացի արդինատուրա ընդունվեցի ու երբ որ իմացա, որ բժշկականից եմ Երևանի, իրանք մեր այդ կրթական բլոկը, որ կար ամբիոնի, շատ ուրախացա, որտեվ իզանից առաջ էլի են եղել ուսանողներ, ու հենց իրանք ուրախանում են բազիսային գիտելիքների վրա, ասում եմ, հա, ձեր հետ ավելի հեշտ է աշխատելը, որտեղ դուք գաղափար ունեք, ինչի մասին է խոսքը գնում, հա, դա շատ ես այն մատքով եմ գնացել, որ սա գնալու եմ շատ կոնկուրենտ, ուժեղ միջավայր բան, բայց ինձ հասկացա, որ ես այդ կոնկուրենտ միջավայրում ինչ-որ տեղում շատ լավ, իսկապես էլի, ինձ չմենագողում եմ։ Որներ, երբ որ դու ներկային Ռուսաստանից մասնագետներ, Ղազախստանից, Աֆրիկայից, եվրոպական արևելյան Եվրոպայի երկրներ, դե չեմ ասում գերմանացի չէին գալի Կրասնոդար սովորել, բայց սլովենացի գալիս էին։ Հա։ Ու դու հասկացա, որ քո մեջ կաղապարային բաներն չկար, այսինքն ինիցիատիվն է սարքում քեզ բժշկականը։ Դու ինիցիատիվա ես առաջարկում մյուս արդինատորը, հա, քեզ պետք է բան ու հասկանում ես, որ իրանց համար դա օքեյ չի, բայց մեր համալսարանի պարագաներում, մեր սովորած տարիներին այն ժամանակ ինիցիատիվնի բաներ մենք շատ էինք անում, շատ էինք անում։ Հիշում ես, որ իմ մասին խոսած ասում եմ միջավայրի մեջ ես լնում, ոնց որ տենց մի քիչ ավելի դժվարություն է։ Իրականում էդ էլա, այս նույն կետին հետ է կանք էլի, որ երբ որ դու ես գալիս միջավայրից, նոր սկսում ես գնահատել, նոր ավելի լավ ես քեզ պատկերացնում, էլի, քեզ կողքից։ Բժշկական համալսարան չես տիպում կալպակ հագնել, ու երբ որ բանում Կրասնոդարի համալսարանում ասում են դե արդինատորն է մտեք ուսանողների հետ աշխատեք, բան, հա, ու ինձ նկատողությունն է, որ ուսանողը չեմ ստիպում կալպակ հագնել։ Ասենք այդ անախրոնիցիկ ինչ-որ բան չէ։ Բանը, հա, որ խիստ տիպ է։ Բայց դու էլ քո ուսանողներին բողոքում էր, որ խալաթ էի հագնում։ Չէիր բողոքում, հաստատ։ Հա։ Լավ մտածի դա։ Խալաթը քաշտը, չեմ հիշում բողոքի։ Լավ մտածի դա։ Օй բողոք։ Չէ, դες չեմ բողոքի, դες կպած որ խալաթ չհագնում։ Ինչ դու էր գա, չես հիշում որ խալաթը հագնում ինչ մենք են կանաչներից դուս են գալիս։ Իրականում ինքը տենց բան է, էլի ներքին կոնֆլիկտ է առաջացնում, տիպը հա լավ լսան նստած չենք խալաթ հագնում բան, հա։ Ու շատերը sense գիտես նորաձև չասեմ, նորարար չասեմ, ասես շատ բաներ է վալու համար։ Այո, այդ խալաթները բան, բայց իրականում ինքը հարց է լուծում։ Այս ուսանող տարիներին, երբ որ դու խալաթ ես հագնում եւ նստում ես դասի, ինքը քեզ սովորեցնում է խալաթի հետ վարվել։ Իսկ երբ որ դու դառնում ես բժիշկ, ու չգիտես քո խալաթի հետ վարվել կամ վարվելաձևդ, երբ որ
քո հակին խալաթա։ Տեսել ես, չէ՞, սենց ճմրթած, կեղտով, սենց ինչ-որ բաներով, էլի, սենց վիճակների մեջ։ Այլ խնդիր է, որ օրինակ պինիցիլինը առաջացավ, որովհետև մարդկար բաներ էլի թափթփված էր։ Դա ինչ որ նախախնամություն կար իր թափթփած։ Գիտես, ինձ թվում է միջազգային համաշխարհային այդ օրինակը կարդ բլանշա բոլոր տենց ճմրթած բաների դեպքում, բայց դա վերևից երկնքից ինչ որ պահապան հրեշտակ Ֆլեմինգին նայելուց է եղել։ Ֆլեմինգը բուջուր ժամանակ ասել են բալես։ Ասել ավես մի փնջինել թո մի լավ բան անի, հա։ Մերը ուզեցել է սովորացնի Ալեքսանդր ջան ակուրատնի, տոկը խփել է մորը, բանը թեման փակել է, որ պիտի Ալեքսանդրը երբեք չլինի ակուրատնի անձնավորություն։ Այսինքն հա, տենց 1000 տարին մեկ էտել է փրկարար ինչ որ մի բան, բայց չէ, իրականում էդ էլ է սովորում, էլի։ Հա, թե բայց այդ կապը ինքը ոնց է ռազմական ինստիտուտում էլ պարտադիր խի են ֆորմա հագնում, հոբ ծառայության մեջ չեն, բան չի, մունձիր իրանց էկիպիրովկա պետք չի այդ պահին։ Նստած լսում դասն է։ Սովորում ես ռազմական հագուստը նույնը, բժշկի արտա հագուստն է, ինքը արտա հագուստը բան է, խալաթա, ուղղակի չկա, չէ, մեր ախր գիտես որն է, բժշկականի առաջի օրվանից պետք է ուսանողը ընկալի ինքը ուր է եկել, ինչ մասնագիտություն է ընտրել, այդտեղ մանկությունը պետք է վերջանա։ Հենց էտա կարող։ Էդ էլ արդեն հասարակություն գնացինք, գիտես, Դավեն, որ բալիկս եկ, ես քո ձերքից բռնեմ, բա։ Չեն գալի դեկանատ կռիվանում ծնողները։ Իմ երեխան 7 ստաց 8-ի ագր։ Ինչ ես միշտ բացական բաներից խոսում։ Լիքը լավ բան կա այս պատմության մեջ։ Չէ, օրինակ եմ ասում, դե որովհետև նորմալ չէ 18 տարեկանին մաման ցույցը գլուխը շոյել է։ Քեզ պացիենտներ չեն դիմում, ասենք, որոնց մամաներ ճակերտավոր էլ հավաքական կերպար է իրանց մամաները, ասենք, ասում են բալիկի մոտ խնդիր կա, որ բալիկը ասենք քեզնից մեծ է։ Հիմա ինչ ես այդ տանում դեկանատի դաշտ։ Այդտեղ չեմ տանում, օրինակ եմ ուզում բերեմ, որ պետքա այդտեղ դժը ծնողի հետ աշխատում, որ երբ սովորեցնում պրծավ մանկությունը, այդտեղ եկել է մի հատ իրականություն, որ դու դառնում ես աշխարհի ամենաբարդ մասնագիտություններից մեկի տերը։ Մասնագիտական կողմնորոշում, էսա։ Այդ երբ կարևոր մասնագիտական կողմնորոշումը ու ոնց բժշկական համալսարանի ինտեգրվի այդ դպրոցական քոլեջների, դպրոցական ինստիտուտի մեջ, դպրոցական համակարգի մեջ, որ կողմնորոշման մեջ ֆիլտրի են մարդկանց, ովքեր պետք է բժիշկ դառնան։ Կարող պետքա 0 կուրս, կարող պետքա, չգիտեմ, այդպես մի բան ու։ Այդ գործիքները մոռացի։ Մասնագիտական կողմնորոշումը, օրինակ 80-ական թվականներից Ամերիկայում դպրոցներում է արվում ու հատուկ տեստեր կան դպրոցական երեխեքի համար, որոնք որ օգնում են ոչ թե ընտրել մասնագիտություն, պետք չի ընտրել մասնագիտություն, երեխան ինքը կընտրի մասնագիտություն։ Երեխային պրոստը պետք է օգնես դուրս բերելու իր ուժեղ կողմերը, հասկանալու ինքը ինչի մեջ է իրան շատ ավելի լավ զգում եւ արդեն դրա հիման վրա առաջարկես ինչ-որ X սպեկտր, որից որ ինքը կարա ընտրի։ Ու այս կարևոր է։ Մեկ ուրիշ խնդիր կա, որ սրան զուգահեռ կրթական համակարգը դի սկսի համապատասխան մոդիֆիկացիաները։ Մի հատ պարզ բան, էլի դուրս չգա, որ ինչ խոսում եմ տարվում դեպի AI, բայց սենց մի հատ հետաքրքիր բան կա։ Այս արագ զարգացող աշխարհում, երբ որ դու փոխանցում ես գիտելիք, այս գիտելիքի փոխանցումը խիստ կասկածելի է։ Գիտես ինչի՞։ Որովհետև ինքը կարող է փոխվի այս ընթացքում։ Դու էլի անդրադառնալով ես երևույթին, դու իրան մոդել պետք է տաս, սովորելու մոդել, հարմարվելու մոդել, զարգանալու մոդել, այսա կարևորը։ Ու մասնագիտություն ընտրելու մեջ էլ է տենց։ Դե հասկանաս, եթե մարդ սիրում է, ասենք, չգիտեմ, ավելի ստեղծագործ կամ ինչ-որ բան, դու երեխան պետք է օգնես, որ ինքը այդ ուղղության վրա գնա։ Մենք սովորենք էլ այդ նոմենկլատորնի բան, այս մասնագիտությունը ընտրեց, այն մասնագիտությունը ընտրեց։ Հիմա ես քեզ եմ հարցնում, բժշկության մեջ բոլոր նեղ մասնագիտությունները նույն ձև են։ Չէ։ Դե, տեսար։ Դե ծանրության աշխարհով։ Բայց եթե մենք փոխվենք այս խոսակցությունից, կասենք բժիշկ դառնալ թե չդառնալ։ Սուշ էս խոսակցություն է, էլի։ Հասկացար, չէ՞, դեպի ուր եմ գնում։ Էսա կարևոր, այսինքն այդ հատկանիշների դուրս բերումն է կարևոր։ Նույնը նաև կրթության ընթացքում կողմնորոշման մասին։ Դու պետք է օգնես, որ երեխան իր 6 տարիների սովորելու ընթացքում հասկանա ինքը որ նեղ մասնագիտության մեջ է գնում։ Ես հիշում եմ, ասենք, չգիտեմ, քո սովորելու տարիներին իմը չասեմ, բան շատ ուրիշ ձևահանջում։ Բանի ժամանակ դե Ստալինը ոնց ասում էր, տենց էր։
Друг называется։ Չէ, դե լավ դե թարի։ Բոլոր տղաները ուզում էին դառնային կարդիոխիրուրգ կամ նեյրոխիրուրգ, լավ էր հնչում դա։ Բոլոր աղջիկները ուզում էին դառնային ռադիոլոգ, որ մի հատ սոնոյի ապարատ ունեին, որ ամուսնանային տնից սոնո անեին։ Ինչ որ բան կա։ Ну չէ, դες չեղավ, բայց պատկերացրի, չէ, այսինքն մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ շատ հետաքրքիր բաներ կար։ Հետո որ էնդոկրինոլոգ շատ քիչ կա, օրինակ, որ մասնագիտությունները ստիգմա են, բանը, ստե կանայք չեն գնում, կամ ասենք չեմ, ստեղ տղամարդիկ մեծամասամբ չեն գնում։ Սենց ինչ որ մի հատ բաներ կար։ Հիմա օրինակ մեր ծրագրից մեկը վիրաբուժության վերաբերյալ մի ծրագիր ունենք, Lancet-ա կոչվում։ Այն բան կա, չէ, կանայք վիրաբուժությունում չէ, ինքը շատ sense ավելի առնական մասնագիտություն է։ Իսկապես, իսրտե հրավիրում եմ, եկեք տեսեք աղջիկները ոնց են վիրահատում։ Ու իրականում այստեղ գենդերային ինչ որ բան չի էլի, բաժանում չի, հմտության հարցը։ Ինչ են իրանք տեսնում որպես այդ։ Գիտես, հետաքրքիր մի հատ ուրիշ բան կա, էլի բժշկական կրթության մեջ։ Տենց էլի մի հատ հոդված կար, Art in Medicine էր կոչվում, սովորելու ընթացքում հավելյալ կուրսեր էին դնում երեխեքին, որ սովորեցնեին ճարտարապետություն եւ նկարչություն։ Բավական վերջում էին երեխեքին տանում էին սովորական բան, ցուցասրահ, ինչ որ նկար, որտեղ նկարներ են կախված, ու ասում են նկարագրեք այս նկարը։ Դրանից հետո ինքը գնում է ռադիոլոգիայի ցիկլի։ Հասկացա։ Ապացուցվեց, որ 70 քանի տոկոս շատ ավելի մանրամասն երեխեքը սկսեցին նկարագրել դետալները այդ կրթության կոմբինացված կրթության արդյունքում։ Գնամ այսօր մեզ սկսեմ արվեստի գործեր։ Իսկապես է տենց է։ Ինքը ազդում է։ Ինձ ընդեղից կամ չգիտեմ, հա, պուլմոնոլոգները, ինքը ինչա խզոց պիտի լսի, չէ։ Ինչ պակաս սիմֆոնիա է։ Այդ սիմֆոնիկ օրկեստրը որ լիքը գործիքներ կան, դե պատկերացրու։ Միանշանակ։ Այդ հետաքրքիր բաներ ես ասում, հուսանք կսկսվի կիրառվի, բայց այն ժամանակ երբ որ ես թոշակի գնամ, որ այդ ուժեղները չգան կանգնեն։ Էլի ինչ որ բան ես անում, հա։ Չէ, մեր համալսարանը իրոք ինչքան գնում ես դուրս ու շփվում ես դրսի բժիշկների հետ, դու հասկանում ես, որ լավ համալսարան ես ավարտել, ռեալ լավ համալսարան ես ավարտել։ Իր թերություններով, իր առավելությունով հանդերձ ինքը քեզ շատ լավ պլատֆորմա տվե, ամուր հիմք տվե, որ դու ու հետաքրքիրն է, որ մեր համալսարանի ուսանողները կարող են շատ հեշտ մոդիֆիկացվեն, այսինքն նայ մեծ հետաքրքիր բան է ասում, անցնենք 3 գրքերին դու սկսի մտածել այդ ուղղությամբ։ Մեր բժշկական ավարտ ուսանողները կարող են շատ հեշտ նեղ մասնագիտացում փոխեն։ Այսինքն իրանց կրթությունը չի սահմանափակվում կլինարդինատուրա, եկան կլինարդինատուրա սովորեցին ուրոլոգիա, всё, ինքը ռադիոլոգ չի կարա դառնա։ Ինքը հեշտ մոդիֆիկացվում այլ մասնագիտության, որը չի ստացվում արտասահմանի շատ բժիշկների, նու մեր պոստսովետական երկրներում մեջ շփվում, որովհետև բազային գիտելիքն այնքան է հերիքում, որ ինքը հետո կարա գնա դառնա թոքաբան, որովհետև ինքը կրթության կազմակերպման էլի առանձնահատկություններից մեկն է այդ պատկերացիր, որ ուղղությունից որ ուղղություն է գնում, ինչ անում, ինչքան լայն է ստանում կրթությունը։ Հա, այնքան լայն է ստանում, որ ինքը կարող է հասնի։ 3 գիրք, որ խորհուրդ կտաս կարդալ մեր պոդքասթադիտողներին, հերոստադիտող չէ, պոդքասթադիտողը։ Գիտես, ես այս հարցին սպասում էի։ Ու նախապես երբ որ մենք պլանավորում էինք մեր հանդիպումը, ասացի, որ ես առանձնացրել եմ գրքեր, որոնք չեմ կարդացել, իրանք իմ wish list-ում են։ Ուզում եմ sense չեմ կիսվեմ։ Դե կոմենտներում եթե դուք այս գրքերը կարդացել եք, անպայման գրեք, արժի Խաչատրը դրա վրա ժամանակ ծախսի թե չէ։ Բայց ես գիտեմ այդ գրքերի բովանդակությունը։ Ու քանի որ ես հիշողությունից ահա որ լավ եմ, ես պատրաստվել եմ ու դուս եմ գրել այդ գրքերի անունները։ Հանիկո դերին թերթիկը։ Պատերձի, ես դա պետք է հանեմ։ Так, առաջինը բանն է, Deep Medicine-ն է, Topol հեղինակը։ Այս գիրքը ինքը խոստումնալից է, անունը բավական երկար է, բայց տենց էլի։ Բավականի խոստումնալից է ու պատմում է էլի AI-ի այն տրանսֆորմացիաները, որին կարա հասցնի AI-ը բժշկության մեջ, հա։ Այս sense բավական հետաքրքիր բան է։ 21-րդ դարի 21 դասերը։ Yuval Noah Harari Ապրես, կարդացել ես։ Կարդացել եմ, ես մի հատ բան եմ հասկացել։ Նայ, Yuval Noah Harari-ն գրեց Sapiens-ը իր ուսանողների համար, հոյակապ էլի ֆունդամենտալ գիրք է։ Մնացածը մարքեթինգ է։ Իր մյուս Homo Deus-ը 21 Rock 21 այդ Հիմա ինչ արի։ Որոշիր, որ ես էսի չկարդամ։ Քո համար շատ անհետաքրքիր է ինքը լինելու։ Քեզ ճանաչելով։
մարդ չի էս։ Մի նայեք իրան։ Sapiens-ը կարդացել ես։ Sapiens-ը կարդացել եմ։ Sapiens-ը գժական հետաքրքիր գիրք է։ Բնածածը մարքեթինգ է, իր Nexus-ն էլ է մարքեթինգ, մարդը գիծ է բռնել, քանի այդ գիծը գնում է փող աշխատում։ Լավային, հա։ Չէ, ես всё երևի ես գիրք։ Կարդա, ինքը քո համար մի օրվա բան է ալնելու։ When breath becomes air, երբ շունչը վերածվում է օդի։ Օй, շլավանում։ Գիտես Կալանիցի, Փոլ Կալանիցի։ Հետաքրքիր մի հատ բան կա։ Իրա վերաբերյալ երիտասարդ, հա, երիտասարդ նեյրոխիրուրգ է, որը ինչ-որ X հիվանդության պատճառով արդեն սկսել է ապրել իր կյանքի վերջին օրերը ու մինչև վերջին պահը գրել է։ Ու նկարագրել է բժշկությունը համ այս կողմից, բժշկի կողմից, համ ոնց որ արդեն գնացող բան։ Գիտես բժշկական գաղտնիք չգիտեմ իրականում, չէ, չգիտեմ։ Ինքևի գրել է դրա մասին։ Վստահաբար, հա, վիրահատվել է ինչ որ եւ արդեն ինչ-որ մի հատ պահ է եկել, որ իրան էլ հնարավոր չէր օգնել ու ինքը մինչև վերջին պահը գրել է։ Այսինքն այդ սահման մինչև քեզ հասցնում է։ Ու չկա էլ ինքը։ Ես կարայի չէ քեզ խափեի ասել, ես այս գրքերը կարդացել եմ եւ օգտվեի ինտելեկտուալ դեմքի արտահայտությունից։ Բայց հենց 21-ից սկսեր խոսել, ինչի սկսիր է տենց անել, չէ։ Չէ, դա գիտես որ էս իրականում հարցնում ես որ գրքն է կարդում, մենակ այդտեղ չէ, ընդհանրապես Մաստերն ու Մարգարիտան ֆունդամենտալ, բայց Մաստերն ու Մարգարիտան ես այդ գիրքը շատ են ցույցում, էլ Մաստերն ու Մարգարիտան ինչ որ ուզում են ինչ որ ինտելեկտի նշան է, բայց Մաստերն ու Մարգարիտան, հա, տրենդը։ Մաստերն ու Մարգարիտան շատ լավ ռազմիկացելնի գիրք, հա, խոր իմաստ, լյուբոյ գիրք է խոր իմաստ, Հովանես Թումանյանի հեքիաթներն ինչ որ իմաստ ունեն։ Մաստերն ու Մարգարիտան ինքը տրենդային, շատ լավ ժամանցային, եթե դու ուզում ես այտենց զախվատովույշի sense հոգիդ սառի կարդաս, բայց ինքը այտենց բան չի էլի, այտենց ֆեյերվերկ էմոցիոնալ ֆեյերվերկ առաջացնում, բայց ոչ մտավոր էլի ինքը այդ տեսանկյունից։ Գիտես, երբ որ գրքերով փորձում են բան անել, այտենց բան երևալ այսպես։ Հա, ու դեմինը կարդացած ալնում է լավ։ Դու գիտեք, մի հատ հարց կա, միշտ սիրում եմ։ Ես այդքան շատ բան չեմ ինձ դասում այդ ինտելեկտուալների շարքին, բայց միշտ այս հարցը սենց ուզում եմ անընդհատ տամ դեպքեր ենելու, որ տալիս եմ ասում Էրիխ Մարիա Ռեմարկը կին է թե տղամարդ։ Սենց ուղիղ հարց եմ տալիս Էրիխ Մարիա, ընդ որում այս Մարիա բառի վրա ակցենտ դնելով, Էրիխ Մարիա Ռեմարկը կին է թե տղամարդ։ Սենց մի հատ բան կա։ Ժամանցայինից մի հատ գիրք կա, որը որ շատ եմ սիրում, Քաջարի զինվոր շվեյկի արկածները։ Հալսի լավն է ինքը։ Յարոսլավ Գաշեկ, չէ, թե չէ։ Հա, Յարոսլավ Գաշեկն է, հա։ Գաշեկ։ Բանն է, ինքը շատ լավն է, ինքն էլ ռազմիկացել։ Ռազմիկացել է, եթե էդ ես ուզում, հա, եթե ուզում ես մտավոր ինչ-որ բան, Սուշի տպավորություն չստեղծվի էլի, որ Այբենարից այս կողմից չեն կարդացել։ Չէ, բանը օրինակի համար օրինակ բանը որ կա, ասենք Գյոթեի Ֆաուստը հա ինքը ֆունդամենտալ ստեղծագործություն է, բայց ինքը ռազմիկացելնի չի։ Ինքը ֆունդամենտալ ստեղծագործություն յուրաքանչյուր մարդ պետքա կարդա։ Բայց Փարիզի Աստվածամոր տաճարը, Փոքրիկ իշխանը, չգիտեմ 100 տարվա մենությունը, իրանք ժամանցային, ինքը լավ կինո է, ինքը լավ գիրք է։ Մի տուր 100 տարվա մենության անունը իմ մոտ։ Այդ գիրքը լուրջ եմ ասում քեզ, դա կարդալուց ես հասկացա, որ ես հիշողության խնդիրներ ունեմ։ Ինչ որ մի բայ այս կրկնվող անունների բանում սենց հանեցի սկսեցի դուրս գրել էլի։ Դա Վլաստիլին Կալեցը, որ սկսում է սենց Էրիբորից բանից խառնել սաղ իրար, Պասիեսի մարդեր թե էլֆ։ Լրիվես բանը, ասենք տոպիցակը։ Հա, բայց այդտեղ ստեղծագործություններ շատ կան ու երբ որ հա գրքերը մանավանդ որ ասում եմ դեմինը կարդացած եմ, մի քիչ զգուշ գրքերի անուններ տվեք, որովհետև կազմը կարակ շատ խնդրահարույց իրավիճակներում հայտնեք, ես կարդալ շատ եմ սիրում, իմ կյանքի հաճույքներից մեկն է գիրք կարդալը, կարդում եմ ամեն ինչ, բայց չեմ կարող ասեմ, որ ես գերինտելեկտուալ եմ, բայց ես գիրքը կարդում եմ որպես ժամանցի միջոց։ Դու իրիկունը սիրում ես TikTok թերթել, ես սիրում եմ Ազիմով կարդալ։ Ազիմովի գրքերը ինձ ոչ ավելի խելացի են սարքում, ոչ ինձ սարքում են ավելի ինտելեկտուալ, ոչ մի հատ ուրիշ աշխարհ։ Գնում եմ մի հատ ուրիշ մոլորակ, պատտվում եմ գլխավոր հերոսների հետ, կրակում, սպանում են, սիրահարվում են, թալանում են, հետ են գալի։ Մարդը կինո է սիրում, ես սիրում եմ գիրք կարդամ, չգիտեմ։ Նայած դու ընթերցանությունը, այսինքն գիրք կարդալը ինչ նպատակով է օգտագործում։ Հա, գրքեր կան, օրինակ մեծ շատ լավ ստեղծագործություն կա, որ ես միշտ ներառում եմ,
ասում է «Думай медленно, решай быстро» Կենեմանի Նոբելյան մրցանակակիր է։ Կենեմանի գիրքը առանց թուղթ ու գրիշ կարդալը հավասարազատ դու ոչ մի բան չես անում։ Ինքը ֆունդամենտալ էլի է ասում, ինքը աշխատությունն է, մարդու ուղեղի աշխատանքի մասին մաքսիմալ բայց դու իրան երբ որ դու sense դնում ես սուրճի հետ կաֆեում նստես, դու գրքից գլուխ չես հանելու։ Յունգ կարդա տենց вообще Յունգը հետո Իրվին Յալոմը ինքը բայց ես օրինակ ես վերջերս իմ համար իրան հայտնաբերեցի sense ոնց որ մի քիչ ուրիշ կողմից հայտնաբերեցի դե ոնց ուզում ալի կրթության ընթացքում իրան առնչվում ես բան հետո շատ է լսվում հա բանը բայց չէ որ վերցնում ես սկսում ես մի հատ այն որ ասում հասկանալ հələ մտածելով կարդա ինքը ահագին բաներ է փոխում ու միացած արտահայտություն եկա չէ ես փոքր վաղ դες գիրքն ուրիշ ձև էի ընկալում հետո ուրիշ ձև այտենց մի հատ ստեղծագործություն կա էտի կոմս Մոնտե Քրիստոնը ես իրան համ փոքր վաղտեմ կարդացա համ միջին տարիք ուսանողտան համ էլ հիմա ես վերջերս ու իմ սիրած գրքերից մեկն է Արա հա այդ մի գիրքն է որ ես փոքր վաղ ուրիշ ձև էի ընկալում հիմա ուրիշ գիտես որ բահա որ Էդմոն Դանտես հալալա քեզ դու բանտից փախար ու վրեժ լուծեցիր ու հիմա ես կարդում ասում ես դու դեբիլ ասենք փողը տվին ազատությունը տվին ասենք էլ ինչ վրեժի հետևից ես ընկե գնա հանգիստ քո համար Տոսկանայում մի հատ գինու բան վերցրու հանգիստ ապրելի քո համար չգիտեմ գիրք կարդալը ինչ է տա նայած ում ինչ է տալիս էլի հիմա դառել ես բար մարդը գիրք կարդալու մասը խոսում է հերոսություն ոնց որ անել իմ անձնական տրագեդիան գիտես որն է ես աուդիո գիրք չեմ կարող ես չեմ սիրում ես չեմ կարող վատ բան ասեմ ես կամ ժամերով երաժշտություն լսեմ տարբեր ժանրի երաժշտություն լսեմ ամեն ինչ լավ է հենց դառնում է աուդիո գիրք ես քնում եմ վարքյանական մեկը ես e-book չեմ կարող կարդամ հա Չեմ կարող պլանշետով e-book-ով կարդալ չեմ կարող, չգիտեմ, այդ կարող է հա ինչ որ կոնսերվատիվնի բան այդ գիրքը թերթել տակտիլ բան կա։ Հա, բայց մեզ գազը դու լավ գիտես, մեզ գայանները 5 հատ են։ Մի հատ չի, երկու հատ չի, այդ ամեն ինչը բան է։ Kindle-ից հոտ չի գալիս, Kindle-ից հոտ չի գալիս, հա։ Նայ, Kindle-ը։ Դե հիմա Դե ինչ սիրելիներս, այսօրվա մեր հյուրը, թե չէ մենք ասես որ շարունակենք քիչ առօտ կշարունակենք, իսկ մեր տղեկ ուզում են տուն էթան, մարդկա կնիկ ունի, մարդկա պիտի ամուսնանա Երևան։ Մեր այսքանն էր մեր հաղորդումը ձեր հետ դոկտոր From YouTube-յան ալիքներ, Medcast-ը եւ այսօրվա մեր հյուրը Երևանի պետական բժշկական համալսարանի զարգացման եւ մարքեթինգի գծով պրոռեկտոր, իմ լավ ընկեր Խաչատուր Մարկյանը, Խաչ ջան, մերսի որ մեր հրավերը ընդունեցի, շատ լավ զրույց ստացվեց։ Ինքը հետաքրքիր կլինի բոլորին մարդկանց, ովքեր էս ամեն ինչի մեջ կան ու մեր ընկերներին որ մտնել լայք դնեն, ու մենք նայելու ենք ով է լայք դրել, ու չենք շփվել այն մարդկանց հետ, ովքեր չեն լայքել։ Ամենակիչ լայք հավաքած հավատում։ Չէ, ինքը լավ, ինքը նայ Medcast-ը երբ ստեղծվել է, իր նպատակը ոչ լայքն է, ոչ դիտումն է եղել, այլ բժշկություն ընկալել ոչ թե ինչ է սրտամկան, բժշկական հաղորդումը ինչ է սրտամկանի ինֆարկտը, սրտամկանի ինֆարկտը դա պսակաձև անոթների, ինքը որ բժշկությանը նայեն ուրիշ տեսանկյունից, բժիշկների նայեն ուրիշ տեսանկյունից, կրթությանը նայեն ուրիշ տեսանկյունից։ Չես նա ասեմ, քեզ լավ, երբ որ ես գալիս էի կոմոդ US ֆորմատով ընդհանրապես զրուցելու, ես շատ տարանջատում չէի դնում, էլի, բան է, ասենք, չգիտեմ, մենք սրճարանում նստած զրուցում ենք կյանքի մասին, թե դիմացներս միկրոֆոն կա դրած ու գաղափարը նրան ես չեսնը քեզ ասեմ, ես այդտեղ չեմ ինչ որ ֆորմալ ներկայացուցչության տեսանկյունից մենք ընկերներ ենք նույն համասարանը ավարտած որ խոսում ենք մի բանի մասին նույն բանայի մասին ու փորձենք օգտակարել են մարդկանց ովքեր կամ մտել են այս թեմայի մեջ կամ դեռ հələ պատրաստվում են գնալ կամ ինչ որ մեկի համար կդառնա հավելյալ մոտիվացիայի աղբյուր դե ինչ երելներս պակա